Հարգարժան փոխնախագահ Վենս, Հիլբիլի էլեգիա, ընտանիքի եւ ճգնաժամի մեջ գտնվող մշակույթի հուշագրություն ձեր հրաշալի գրքում դուք ձեր ժողովրդի մասին գրել եք. խորը հավատարմության զգացում, նվիրվածության անզիջում հավատարմություն ընտանիքին եւ հայրենիքին։ Այս տողերը կարդալիս մտածում էի, դուք կարող էիք գրել նաեւ հայերի մասին։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում պահպանել հավատը, նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ քո դեմ է եւ լիովին գիտակցում ենք ընտանիքի արժեքը։ Մենք բարձր ենք գնահատում եւ խորապես արժևորում ենք ձեր եւ նախագահ Թրամփի անցյալ գարնանը ձեռնարկած ջանքերը Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան կանխելու ուղղությամբ, որի արդյունքում ստորագրվեց TRIP-ը։ During your upcoming visit to Armenia, Հայաստան կատարելիք առաջիկա այցի ժամանակ ձեզ գուցե շատ բան պատմեմ, բայց ոչ այն առաջնային խնդիրների մասին, որոնք հուզում են մեր հասարակությանն իրապես։ Մեծ հարգանքով ձեր նկատմամբ ուզում եմ հիշեցնել. Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների եւ պատանդների նրանց խոշտանգումների մասին։ Նրանք քրիստոնյաներ են, որոնց միակ հանցանքը նրանց հավատն ու ազգային ծագումն է։ Ադրբեջանը 2021 թվականից նաև օկուպացրել է Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Մեր թիմն ունի նաև ապացույցներ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած էթնիկ զտումների վերաբերյալ, որի հետևանքով ընդամենը մի քանի օրում իրենց դարավոր հայրենիքից բռնի տեղահանվեց 120,000 մարդ։ We are confident that during your visit to Azerbaijan, մենք վստահ ենք, որ Ադրբեջան կատարելիք ձեր այցի ընթացքում դուք կարող եք ազատել Բաքվում պահվող բոլոր 19 հայ քրիստոնյա գերիներին ու պատանդներին։ Այս քայլը հազարավոր հայ ընտանիքներին կբերի հույս ու արդարություն եւ լայն արձագանք կստանա ամբողջ աշխարհի հայ համայնքում։ Հարատև խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ջանքերը նպատակին կհասնեն, երբ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից, ինչպես նաև վերականգնվեն բռնի տեղահանված 100,000-ից ավելի քրիստոնյա հայերի բնական իրավունքները։ Մեր ժողովրդի համար նախագահ Թրամփի եւ ձեր այս ջանքերը կդառնան հերոսական եւ ձեր անունները հավերժ կմնան մեր պատմության էջերում։ Ձեր տատիկն ասում էր. Աստված օգնում է նրանց, ովքեր օգնում են իրենք իրենց։ Մենք հենց այդպես էլ անում ենք, օգնում ենք ինքներս մեզ եւ համոզված ենք, որ Աստված մեզ ուղարկել է ընկերներ։ Մեծ ակնկալիքով սպասում ենք ձեր առաջիկա այցին Հայաստան եւ տարածաշրջան։